Իսկ ինչ կանեիք դուք, եթե մի օր արթնանայիք եւ տեսնեք, որ համացանցում հայտնվել են հարյուրավոր էջեր, որոնք օգտագործվում են ձեզ ծաղրելու, վարկաբեկելու եւ վնասելու նպատակով։ Ինձ դա պատկերացնել պետք չի, որովհետեւ մի քանի տարի առաջ հենց այդպիսի դեպք պատահեց ինձ հետ։ Ինձ բոլորովին անծանոթ մարդ վիրավորական տեսանյութեր էր պատրաստում իմ մասին, իրականությանը չհամապատասխանող, մեկնաբանում էր իմ բոլոր հրապարակումներին, գրում էր իմ ընկերներին, գործընկերներին, համալսարանական ընկերներին, եւ երբ որ ես արգելափակում էի այդ էջը, ընդամենը րոպեներ անց հայտնվում էր նորը, այսպես 1 տարուց ավել։ Ինչ-որ մի պահի դա հասավ այնպիսի ծավալների, որ ես ուղակի հուսահատվել էի ու չգիտեի ինչ լուծում տալ ու ով կարող է ինձ այդ հարցով օգնել։ Նաև ամաչում էի հանրային կիսվեմ, պատմեմ դրա մասին։ Գիտեմ ինչի, ոնց որ ինձ մեղավոր զգա ինչ-որ բանով, չուզենայի ավելի բարձրաձայնեմ այդ հարցը։ Հիմա գիտեմ, որ այս ամենը ունի անուն եւ կոչվում է կիբերբուլինգ։ Ցավոք թվային բռնությունը դարձել է մեր իրականության ամենասարսափելի մասերից մեկը։ Տելեգրամյան ալիքներով շանտաժներ, արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ նյութեր եւ անձնական տարածքի վերահսկողություն։ Եվ սա այն դաշտն է, որտեղ հիմնականում թիրախում աղջիկներն են։ Օրենքները հաճախ թերանում են մեզ պաշտպանել, իսկ ամոթի մշակույթը լռեցնում է եւ հաճախ նաեւ արդարացնում բռնարարին։ Ես կարծում եմ, որ լռելը ճիշտ մոտեցում չէ եւ ձեզ եւս առաջարկում եմ բարձրացնել ձեր ձայնը։ Եթե առնչվել եք նման խնդրի, կարող եք կիսվել ձեր պատմությամբ SafeView-ի հետ եւ մենք կփորձենք հնարավորության չափով վերահրապարակել եւ ձայն տալ յուրաքանչյուրին։ Եվ եթե երբևէ հայտնվեք նման իրավիճակում, ուզում եմ իմանաք SafeView-ի մասին, այն անվճար հարթակ է, որն օգնել եւ պաշտպանել է արդեն հազարավոր կանանց։ Դուք եւս կարող եք ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն եւ շատ ավելին։ Մեր անվտանգությունը մեր իրավունքն է եւ ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք կոտրել ամոթի շղթան։